Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Բարև ձեզ։ Պարոն Ավագյան, օգոստոսի 8-ից հետո գիտեք, որ Հայաստանում ներքաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը խաղաղության նախաստորագրված պայմանագիրն է եւ երկրորդը TRIP նախագիծը։ TRIP նախագծի շուրջ միանշանակ չեն կարծիքները, գիտեք, որ ուժեր կան անհատներ, որոնք պնդում են, որ TRIP-ը պետք է ունենա հավելյալ երաշխավորներ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը եւ այսպես շարունակ։ Հատկապես Վենսի այցով պարզ դարձավ, որ Ամերիկան իր նկրտումներում եւ կամ նպատակներում հաստատակամ է։ Մենք կարող ենք ասել, որ TRIP-ը այլևս իրողություն է, անկասելի է, թե կան այնուամենայնիվ գործոններ, ինչու՞ չէ նաեւ գործընթացներ, որոնք կարող են կասեցնել թե TRIP-ը, թե այդ նախագիծը եւ թե ինչու՞ չէ խաղաղության գործընթացը։ Տեսեք, պետք է գանք երաշխավորներից, առհասարակ ինչ է ասել երաշխավոր ու եւ ինչու են ամենատարբեր քաղաքական ուժերը անընդհատ երաշխավորության մասին խոսում առհասարակ, որովհետեւ մենք տարիներ շարունակ ապրել ենք մի միջավայրում, երբ մեզ թվացել է, որ մենք առնվազն երկու պայմանագրերով, ՀԱՊԿ-ի մասով եւ հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի մասով, մենք մտածել ենք, որ կա երաշխավոր եւ մենք այլևս անելիք չունենք, քան օրինակ հավատարիմ մնալ այդ ուղուն, ավելորդ ինչ-որ արկածախնդրությունների մեջ չընկնել եւ երաշխավորությունը կաշխատի։ Բայց ժամանակակից աշխարհում եւ նաեւ մինչեւ սրան հասնելը, մինչեւ միջազգային ընդհանուր առմամբ գործընթացներին հասնելը, նաեւ մեզ պատուհասած իրադարձությունները 44 օրյա պատերազմը, ռուս խաղաղապահների ներկայությամբ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները, նաև եւ որ ամենացայտունն է իրականում այս պայմանագրային բազաների խախտման առումով, Ռուսաստանի կողմից դա Ջերբուկի նկատմամբ հարձակում եւ Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան է Ադրբեջանի կողմից, որի ընթացքում իրենք ոչինչ չարեցին եւ նաեւ Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր ակտիվորեն փորձում են համոզել, որ օրինակ Ռուսաստանը կարող էր դա չանել, դրան էլ երևի թե կանրադառնանք։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ այդ երաշխավորության ինստիտուտ ասվածը չի գործում։ Մյուս կողմից, եթե մենք հիմա ընկնենք մյուս մտայնության մեջ, կարծելով, որ եթե մի երաշխավորության ինստիտուտը չի գործել, մենք հիմա պետք է այլ երկիր որպես երաշխավոր բերենք, սա լինելու է հերթական մոլորությունը, եւ մենք կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ ապագայում կապ չունի, թե որ երկրին ենք մենք համարում երաշխավոր։ Մերօրյա աշխարհում ես վստահ եմ, որ երաշխավորներ չկան։ Պետք է մի հատ առհասարակ հաշվի առնել, թե ովքեր են, աշխարհում այսօր առաջնորդության դիրք զբաղեցնում եւ որոշումներ կայացնում, կա Չինաստանի, առաջնորդ Սին Ցզինպինը, ում անունը սահմանադրության մեջ այդ երկրի գրած է, որ ինքը այս երկրի ղեկավարն է։ Մի հատ պատկերացնենք, ինչի մասն ենք խոսում, կա Ռուսաստանի նախադեպը Վլադիմիր Պուտինով ու կա նաեւ Թրամփի նախադեպը, ով շատ շոկային, գործընթացները հարուցում արկա այդ լիբերալ դեմոկրատիայի կողմից թելադրված աշխարհակարգի ընդհանուր առմամբ վրա, ով հարցական է դնում առասարակ ՄԱԿ-ի գործունակությունը եւ նաեւ խաղաղության խորհրդի ձևավորման հիմնավորումների մեջ դա նշվում եւ այլն, այսինքն ես ինչ եմ ուզում ասել, որ երաշխավորություն հասկացու այն քաղաքական ուժերը, ովքեր գալի ժողովրդին ասում են, գիտեք ինչ կա, պիտի լինի երաշխավոր, այսպես լինի, այդպես չի լինելու։ Չկա երաշխավորություն, այսպես ցավոք սրտի, այսինքն ես ուրախությամբ չի, որ դա ասում եմ, ուղղակի մենք դա չենք կարող, մենք փնտրում ենք մի բան, որը գոյություն չունի, դա երաշխավորություն, դա միրաժային ինչ-որ բան է։ Մյուս կողմից, երբ որ անդրադառնում ենք նոր ձևավորող, այս անվտանգային ճարտարապետության, որը տեղի ունեցավ Վաշինգտոն հռչակագրի ստորագրումից, խաղաղության նախաստորագրումից պայմանագրի եւ այս գործընթացներից բխող նաեւ արդեն Վենսի այցից, որտեղ խոսվեց ներդրումների մասին եւ այլն, այստեղ այո Հայաստանում կան հստակ քաղաքական ուժեր, ովքեր որ մասնավորապես երկրորդ նախագահն իր վերջի ասուլիսում հստակ նշում էր, որ Հայաստանի հիմնական սպառնալիքներից մեկը դա TRIP-ն է։ Իսկ եթե մատնանշվում որ դա հիմնական սպառնալիք է, այսինքն ակնկալվում է, որ եթե իրենք ընտրվեն կամ եթե ինչ-որ եղանակով ինքը, հանձնի երկրի կառավարման ղեկը, բնականաբար պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս գործընթացի դեմ։ Իսկ այս գործընթացը օրինակ ինչ է տալիս Հայաստանում, մենք պետք է մի հատ Սենց մի բան հասկանանք, միշտ իրավիճակը, արկա իրավիճակը վերլուծելով, խոսենք, այդ այնպես չի, որ դա մեր սրտի ամենասենց լավ պայմանագիրն է եւ այլն, բայց դա ինչ պայմաններում է տեղի ունեցել։ Դա տեղի ունեցել այն պայմաններում, երբ 2025 թվականի սկզբնահատվածում մենք տարին մուտք գործեցինք Ալիևի սպառնալիքի
սպառնալիքների ներքո միջանցքի հետ կապված դա այն պայմաններում էր, երբ որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին համապատասխանելով դրան հաջորդող թուղթը, որ ուղարկվել էր հայկական պետական մարմիններին, պետքա Ռուսաստանին տրվեր, այդ ձևաչափը արդեն ավելի նման էր արտատարածքային միջանցքի, ինչի հիմա ասում են թրիփի մասին, որը իրականության չի համապատասխանում, որտեղ Հայաստանն այդ իր իրավունքները պահպանում է։ Եվ բնականաբար մենք այս հակաքարոզչությունը, որ տեսնում ենք, մի բան է քաղաքական կարծիք, մի բան է հակաքարոզչություն եւ կեղծ ինֆորմացիա, այսինքն հիբրիդային հարձակումը ասված։ Օրինակ, երբ որ ապատերեկատվությունն է տարածվում համակարգված ձևով 11 լրատվամիջոցներով խոսող գլուխներով, ծախսելով միլիոնավոր դոլարներ, ու նշելով, որ օրինակ Հայաստանը այս Վաշինգտոնյան հռչակագրով իր կապը կորցրեց Սյունիքի հետ, Հայաստանը Սյունիքը հանձնեց թուրքերին, ամերիկացիները այստեղ գալիս են, որ այդ ճանապարհը վերցնեն տան թուրքերին եւ այլն, որը հետագայում արդեն բացահայտված պայմանագրով մենք տեսնում ենք, որ չկա, սա արդեն ոչ թե ուղղակի քննադատություն, այլ հիբրիդային սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը եւ իհարկե մասնավորապես կարեւոր է սպասվելիք ընտրությունների պարագայում։ Պարոն Ավագյան, տեսեք, հերթական դիլեմաներից մեկը, քանի որ նաև խաղաղության գործընթացից ենք խոսում, նույն ուժերը պնդում են, որ խաղաղության գործընթացում էլ պետք է երաշխավոր լինի պարտադիր ռուսական կողմը, որովհետև Ռուսաստանը միակ երկիրն է եւ միակ ուժն է, որ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ ստիպել Ադրբեջանին, որպեսզի վերջինս չգնա Հայաստանի վրա հարձակման, ինչքան էլ որ ծիծաղելի է հնչում, բայց այնուամենայնիվ հասկանանք ինչպես է դա հնարավոր նաև այն պայմաններում, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում մենք գիտենք, որ հիմա որոշակի խութեր կան այն պայմաններում, երբ Մյունխենում Ալիևը բավական սուր հայտարարություններ էր անում նույն Ռուսաստանի մասով եւ այն պայմաններում, երբ Ռուսաստանը ինքն էլ կարծես թե ռուս-ուկրաինական պատերազմի բերումով խնդիրներ ունի։ Դրանք նոստալգիկ մեկնաբանություններ են։ Առասարակ հայտնի է, օրինակ հետխորհրդային երկրներում էլ կան նոստալգիկ, այսպես վերաբերմունք այնպիսի գործընթացների վիրողությունների նկատմամբ, որոնք այլևս չկան, միրաժային են, բայց դրանք մնում են, քանի որ մարդիկ իրենց առաջնային սոցիալականացման փուլը, իրենց մանկությունը կլինի, իրենց կարիերան կլինի եւ այլն, ապրել են այն տարիներին, այն միջավայրում, որը այլևս գոյություն չունի։ Հիմա այցեգայում գոյություն չունի, Ռուսաստանը չունի այն կարողունակությունը, որ զսպի Ադրբեջանին, եւ ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, նույնիսկ Ադրբեջանի նախագահը մեղադրեց Ռուսաստանը միտումնավոր Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտները խոցելու համար։ Եվ նաև մենք հիշում ենք ռուս-ադրբեջանական հակազդության հետևանքով առաջացած ադրբեջանցի բիզնեսմենների, նաև այնտեղ հեղինակություն ունեցող մարդկանց սպանությունները, Ռուսաստանում հետապնդումները եւ այլն, դա որոշակիորեն ճնշում էր Ադրբեջանի վրա, ստիպելու որոշակի քայլեր իրականացնել, բայց այդ ճնշումները չաշխատեցին եւ Ալիևի վարքագիծն ու մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ այդ ամենից հետո չփոխվեց, այսինքն փաստացի մինչև այս բանը Ռուսաստանը չկարողացավ հասնել դրան։ Հիմա ինչ վերաբերում է նրան, որ օրինակ Ռուսաստանը այս կանի, այն կանի, այս ուղղությամբ բոլորն էլ մտածել են, ներառյալ գործող իշխանությունը, այսինքն դա դոմինանտ, այսպես քաղաքական մոտեցում է եղել, բայց այդ ճարտարապետությունը չի աշխատել, այսինքն այնպես չի, որ հիմա ենթադրենք ես սա խոսում եմ, ուղղակի այսպես նայում եմ եւ որովիցե օրինակ վերլուծություն եմ ներկայացնում կամ տեսակետ։ Այսինքն մենք դա գետնի վրա տեսել ենք, չէ՞, օրինակ ջերմուկի նկատմամբ այդ միջադեպերը ամենացայտունն է, որ դա Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքն է, եւ դրանից հետո ոչ միայն հետևանքներ չեղան, այլ նաեւ առհասարակ նույնիսկ քաղաքական հայտարարության մակարդակում ոչինչ չեղավ Ռուսաստանի կողմից։ Եվ հիմնականում այնպիսի կոչեր այնպիսին են, որ վերաբերում երկու կողմին համահավասար, կարծես Հայաստանն էլ էր մեղավոր, որ իր սուվերեն տարածքի վրա հարձակվել են։ Եվ նաև այստեղ մենք պետք է հիշենք այդ զենքի պատմությունը, երբ որ Հայաստանը օրինակ գումարները վճարել է, Հայաստանի զենքը չեն տրամադրել, բայց ամենապատասխանատու պահին։ Այստեղ կարևորը թայմինգը է, այդ ժամանակահատվածը երբ այդ զենքը չի տրամադրվել։ Իսկ այդ զենքը չի տրամադրվել այն ժամանակ, երբ որ ամենաշատն էր պետք Հայաստանից այդ ինքնապաշտպանության ժամանակահատվածում ու միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը վերջերս իր հարցազրույցներից մեկում բավականին այսպես խրոխտ եղանակով նշում էր, որ իրենք անկախ ռուս-ուկրաինական պատերազմի առկայությունից 30-ից ավել երկրների իրենց ռազմական մատակարարումներ կատարել են, ինչը նաև հակասում է Հայաստանում պրոռուսական ուժերի ընդդիմներին, որ դե գիտեք ինչ կա, մեր դաշնակիցը խրված է եղել պատերազմի մեջ, մեր զենքը չի կարացել տա, մինչդեռ Ռուսաստանի նախագահը այլ բան է ասում եւ այստեղ կա հակասություն։
Այսինքն այստեղ հիմնական ճիշտ մոտեցումը, որ հասցեագրվի այս իրավիճակը, դա կախվածությունների դիվերսիֆիկացումը եւ բալանսավորված հարաբերությունները։ Իսկ այդ հիշեցումները գրեթե ամենօրյա մակարդակում Մոսկվայից, որ Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, Հայաստանը շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ, նաեւ TRIP-ի մասով այնտեղից պարբերաբար հայտարարում են, որ TRIP-ում չեն կարող իրենք չմասնակցել, որովհետեւ նույն իմ նշած պատճառներով եւ այնտեղ ռուս սահմանապահների վերահսկողության գոտին է։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները, պարզապես ճակերտավոր ասած դաշնակցի եւ բարեկամի հոգատար մտահոգություն է, թե հիշեցում է, թե իրականում տողատակում նաեւ սպառնալիք է պարունակում, այսինքն հիշեք, թե դուք որտեղ եք։ Տեսեք, բնականաբար չի կարող իրենց կողմից մտահոգություններ չլինել, որովհետեւ այդ օրինակ նույն ատոմակայանի թեման վերցնենք, հա, նոր ատոմակայանի կառուցումը ինքը ոչ այնքան տնտեսական նախագիծ է, որքան քաղաքական, որը որ միտված է Հայաստանի էներգետիկ անկախության դիվերսիֆիկացման համար։ Այս բանին Հայաստանի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից 65%-ի կարգի է, մի քիչ շատ աննշան ավելի, եւ նմանատիպ ցանկացած գործընթաց, ինչպես նաեւ TRIP օրինակ կամ խաղաղության ընդհանուր առմամբ հաստատումը, ինքը չի նպաստում Ռուսաստանի ներկայությանը տարածաշրջանում եւ ընդհակառակը որոշակիորեն ոչ թե որոշակի, այլ էականորեն նվազեցնում է իրենց ներկայությունը, հետեւաբար իրենք անհանգստացած են եւ իրենց անհանգստությունից բխող հայտարարություններ են իրականացնում։ Դրանք բխում են իրենց անհանգստություններից եւ իրենց պրոքսիները այստեղ, որ ռեպլիկացնում են, հա, կրկնում են այդ իրենց ասածը, դա նույն այսպես ասած գծի մեջ է։ Բայց ես կարծում եմ, որ իրենք այս պահին, եթե սպառնալիքի մասն են խոսում, ավելի շատ խաղադրույք են կատարել նրա վրա, որ եթե փափուկ ուժին գումար հատկացնեն, որ եթե իրենց այստեղ հա սատելիտներին օգնեն եւ այլն, կարող են օրինակ իշխանության բերել այնպիսի մարդկանց, ովքեր որ ունեն այլընտրանքային պատկերացումներ, օրինակ արտաքին քաղաքական կուրսի մասին եւ այդ հարցը լուծել։ Այսինքն իրենք իրենց հույսը կապում են արդար ժողովրդավար ընտրությունների հետ։ Չէ, տեսեք, հիբրիդային հարձակումները կամ ընտրական ինստիտուտի արդյունավետությունը, լեգիտիմությունը հարցակային տակ դնելը, ինչը մենք վերջերս նկատում ենք, դա արդար ժողովրդավարական ընտրությունների հարց չի։ Այսինքն, եթե դու ինֆորմացիոն պատերազմ ես հայտարարում մի երկրի դեմ, մեծ քանակով ռեսուրսներ ես օգտագործում այդտեղ, դա չի խոսում արդար ժողովրդավարական ընտրությունների մասին։ Միևնույն ժամանակ ցավոք սրտի խնդիրն է, որ այսօր իրականում Հայաստանը թերացել է այդ մասով, որ մենք չունենք բավականաչափ օրենսդրություն ֆինանսական թափանցիկության մասով, որովհետև հիմնականում այս հարցը բարձրացնող դերակատարների մեծ մասը, օրինակ, խոսում է արևմուտքից ֆինանսավորով ստացող կազմակերպություններից, բայց մենք օրինակ որևիցե ֆինանսական թափանցիկության մեխանիզմ չունենք, օրինակ, որ հասկանանք Ռուսաստանից ստացվող թե լրատվականներին, թե փորձագետներին, թե մյուս մարդկանց, ով որևիցե միտեղ չեն աշխատում, բայց առօրից երկու մեզ բացատրում են, որ թրիփը սպառնալիք է, այդ մարդիկ ինչ եղանակով են օրինակ գումար աշխատում։ Հետևաբար, այստեղ նաև մենք ենք թերացել, որ չունենք այդ թափանցիկության մեխանիզմները, որ չունենք օրինակ համապատասխան օրենսդրական եւ դրան հարակից այլ մեխանիզմներ, որ հասկանանք ինչպես է տեղի ունենում, ու բնականաբար սա մարտահրավեր է հենց ինքնին ժողովրդավարական համակարգի նկատմամբ։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ հակաժողովրդավարական դերակատարները միշտ էլ օգտագործում են ժողովրդավարական մեխանիզմները իրենց օրակարգը առաջ մղելու համար։ Այդպիսի բաներ եղել է եւ Արևելյան Եվրոպայում, եւ նույնիսկ ԱՄՆ-ում, եւ ցանկացած տեղ։ Այսինքն այդ ժողովրդավարությունը ինքը տրամադրում է որոշակի ազատություններ, եւ այդ ազատությունները դրանք արդեն օգտագործվում են ոչ միայն դերական դերակատարների կողմից, բնականաբար նաև բացական դերակատարների։ Իսկ այստեղ իշխող ուժը անելիք չունի, պարոն Ավագյան, հատկապես այն համատեքստում, երբ օրինակ հարվածի տակ է դրվում ժողովրդավարությունը, կասկածի տակ է դրվում սահմանադրությունը կամ փորձում են շրջանցել սահմանադրությունը, հիմա ասեմ, այս մեր ձևով շարժում ուժեղ Հայաստան կուսակցություն, որ հայտարարեցին Սամվել Կարապետյանն է իրենց տեխնացուն, հետո հայտարարություն եղավ, որ նա 3 երկրի քաղաքացի է հանդիսանում եւ իրենք ասացին մենք կգանք սահմանադրությունը կփոխենք, կհարմարացնենք, այնպես կանենք, որ ի վերջո Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, այսինքն սա խնդիր չէ, երբ բացահայտ հայտարարում են, որ իրենք շրջանցելու են ժողովրդավարությունը, շրջանցելու են սահմանադրությունը, իշխող ուժը այստեղ անելիք ունի, թե չունի։ Տեսեք, կոնկրետ իրավական մանևրների հետ կապված ես ցավոք սրտի այս բային իրավաբան չոր կոնկրետացեմ, բայց ես հասկանում եմ, որ իրենք ցանկանում են առաջի համարում բուն ԿՀ ներկայացնել այնպիսի տեխնացու, որը որ ենթակա է օրինակ համապատասխանում սահմանության պահանջներին եւ դրանից հետո իրենք իհարկե անիրատեսական օրակարգ են առաջ մղում, իրենք 2/3
պետք է ձևավորել խորհրդարանում 26 թվականի ընտրությունների արդյունքում, որպեսզի կարողանան այդ փոփոխությունները անեն, հետագայում Սամվել Կարապետյանը հրաժարվի Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացիությունից եւ ընտրվի։ Հետաքրքիր պայման է, ասում են ընտրեք ինձ, որ հրաժարվեմ, չեք ընտրի, չեմ հրաժարվի։ Դե իհարկե այդ մոտեցումը առհասարակ մեր ձևովին ուղղված հիմնական ժողովրդի շրջանում գեներացված մի քանի հարցեր կան, հա, մեկը, որ շատ անկյունակարային անդամներ, ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլ նաեւ պաշտպանության նախարարի, եթե չեմ սխալվում, իրենց տեխնացուն, այլ նաեւ այս գործող կոնեկտորը մեր ձևաշարժման երկրորդ համարն է, նաեւ Ռուսաստանի քաղաքացի նաեւ, այսինքն այս հարցը մարդկանց հետաքրքրում է, օրինակ, երբ որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը հակասեն, ոնց որ հիմա տեղի ունենում հարավկովկասյան երկաթուղիների մասով, հա, երբ որ Ռուսաստանն օրինակ չի փորձում նպաստի ապաշրջափակման ընդհանուր առմամբ Հայաստանի, որովհետեւ իրեն ձեռք է տալի կոնֆլիկտային իրավիճակ, որպեսզի որոշակի լծակներ ունենան տարածաշրջանի վրա եւ հետեւապես այս առանցեն էլ շատ վատ վիճակում գտնվող ենթակառուցվածքները ոչ ցանկանում է ֆինանսավորում տա, ոչ ցանկանում է իր կառավարման իրավունքը վաճառի եւ այլն, օրինակ մարդկանց հետաքրքիր է նմանատիպ թե այլ իրավիճակներն են եւ ենթադրենք իրենք իշխանությունն են իրենց վարկագիծը ինչպիսին է լինելու, որովհետեւ շատ անկյունակարային մարդիկ նաեւ Ռուսաստանի քաղաքացին, իսկ քաղաքացիությունը ենթադրում է չէ որոշակի պարտավորություններ, օրինակ ենթադրում է որոշակի էմոցիոնալ կապվածություն, բարոյական կապվածություն, այլ հարցեր, այսինքն այս այն հիմնական հարցերից մեկն է, որին որ իրենք պետք է պատասխանեն։ Մյուսը նաև գալիս է արդեն արտաքին քաղաքական հիմնական գործընթացներից հայ ժողովրդին ամենավերջի վստահելի հարցումներով այս պահի դրությամբ ամենաշատը հետաքրքրում են անվտանգային հարցերը։ Իսկ երբ որ ասում ենք ամենաշատը դա 70%-ից ավելն է, հա, երբ որ ասում ենք անվտանգային հարցեր, մենք անխուսափելիորեն գործ ունենք միջազգային հարաբերություններ, գործ ունենք, ասենք, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշության ԵՄ եւ այլն, եւ հետեւաբար մարդկանց հետաքրքիր է նաեւ ընտրողներին, թե իրենք ինչ մոտեցումներ ունեն կոնկրետ այս հարցերի հետ կապված, եւ ես նկատում եմ, որ իրենք ավելի շատ խուսափում են այս թեմաների մեջ, բանավեճի մեջ մտնելուց, ինչը օրինակ կոնկրետ իմ տեսակետից մի քիչ տարօրինակ է, որովհետեւ եթե ես ինձ պատկերացնում եմ որպես օրինակ ընդդիմադիր, ով հավակնում է իշխանություն վերցնես, ամեն հարթակ պետքա մանգամ, որ գնամ ապացուցեմ, որ ես ճիշտ եմ ասում, բայց իրենք այդպիսի բան չեն անում, ուստի սա էլ է կասկածների տեղիք տալի, արդյոք իրենք ուրեմն ունեն այնպիսի մոտեցումներ, որոնք որ ոչ պոպուլյար են եւ հասկանում են ձայն չբերել, դա թաքցնում են, թե կա կարողունակության խնդիր, հասկանում են, որ եթե բանավեճի մեջ մտնեն իրենք պարտվելու են, թե այնտեղ օրինակ կա այլ օրակարգ, որի մասին որ արդեն շատ բարձրաձայնվում է։ Պարոն Ավագյան, կարևոր բան ասացիք, որ հանրության մեծ մասին հետաքրքիր է անվտանգությունը, ընդհանուր առմամբ այդ կոմպոնենտը անվտանգային, բայց տեսեք, հաճախ անվտանգային ամենատարբեր նախագծեր, այդ թվում պրոյեկտներ, ինչու՞ չէ նաև ապաշրջափակման գործընթացը մեկնաբանվում է այնպես, որ դա իր մեջ մի շարք ռիսկեր է պարունակում, որքան էլ որ ռիսկեր կան, բայց ավելի շատ ռիսկերի տեսանկյունից է մեկնաբանվում։ Օրինակ, ապաշրջափակումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը, գիտեք, բազմաթիվ են տեսակետերը ապոկալիպտիկ, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բացվի, մոտավորապես որ Թուրքիան շատ կարճ ժամանակահատվածում կլանելու է Հայաստանի տնտեսությունը, կուլ է տալու, ինչպես սովորաբար արտահայտվում են։ Թրիփի մասով էլի, ինչպես դուք ճիշտ նշեցիք, երկրորդ նախագահը, քիչ չեն նաեւ այլ անհատներ եւ քաղաքական ուժեր, որ դա դիտարկում են փակուղի, վտանգ եւ քիչ են նաեւ ուժեր եւ անհատներ, որոնք ասում են, որ դա ոչ միայն չի բխում Հայաստանի շահերից, այլ նաեւ հակադրվում է օրինակ Ռուսաստանի շահերին, Իրանի շահերին, օրինակ նույն Միացյալ Նահանգներից դրոնների ձեռքբերումը մեկնաբանվեց, որ դրանք կարող են հետախուզական տվյալներ փոխանցել ռուսական ռազմաբազայի մասին, Իրանի մասով։ Հիմա ինչպես պիտի հանրությունը հասկանա, թացը չորից տարբերի, այսպես ասեմ, ժողովրդական լեզվով ասած, թացը չորից տարբերի եւ հասկանա, որ սա դրական է, սա բացասական է։ Տեսեք, դրոնների հետ կապված էլի վերջից կանք։ Հիմա ասում են դրանք Իրանին հետախուզելու համար են։ Մենք հիշում ենք, երբ որ ԵՄ դիտորդները գալիս էին, ինչ էին ասում։ Ասում են իրանք գալիս են, որ լրտեսեն Իրանին, էլի նույն բանն են ասում։ Այսինքն Իրանի գործոնը մենք արդեն որպես նախադեպ տեսենք, մշտապես օգտագործվում է ժողովրդի վախերի վրա աշխատելու եւ այնպիսի process-ները վիժեցնելու համար, որոնք որ չեն բխում Ռուսաստանի շահերից։ Այսինքն այսպիսի չեմ ուզում ասել անբովանդակ, բայց առանց ապացույցների, առանց գոնե ինչ-որ ապացուցողական բազայի կամ մոտեցման պնդումներ ներկայացնելը ինքը իրականում կասկածներ է հարուցում, որ սա ուղղակի, ասենք, Ռուսաստանի շահից բխող գործունեության իրականացման ուրիշ ոչի բան, որովհետև փորձում են լարել հայ-իրանական հարաբերությունները։ Ամեն կերպ փորձ ասում են թրիփը օրինակ Իրանի դեմ է եւ թրիփը
դա բանով հատուկ հենց Իրանի դեմ, այս միևնույն ժամանակ TRIP-ի նույն պայմանագրի մեջ նշված է, որ դա առհասարակ այդ տրանսկասպյան ուղու մասին է եւ այո, Ռուսաստանն ու Իրանը շրջանցող տնտեսական այնպիսի միջանցքի մասին, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հասանելիություն ունենալ միջինասիական երկրների առևտրաշրջանառությանն ու բնական հանածոյին է հիմնականում։ Դա այս թղթի մեջ գրած է, այսինքն դա ընդհանուր առմամբ տնտեսական պրոյեկտ է, բայց իրենք այդ տնտեսական պրոյեկտը վերածում են, փորձում են ներկայացնել որպես ռազմական սպառնալիք Իրանին։ Մյուս կողմից իրանք ուղղակի քարտեզին չեն նայում։ Եկեք մի հատ քարտեզին նայենք, հա, Իրանի շուրջ բոլորը ԱՄՆ-ի ռազմաբազաներ են։ Այսօր էլ Պարսից ծոցում ավիակիրներ կան, նոր եկած այնտեղ։ Այդտեղ կան տարբեր հաշվարկներ, հա, որոնք իրենց մեջ պարունակում են օդուժ։ Այսինքն այնպես չի, որ Հայաստանի կարիքն ունի, հա, ԱՄՆ-ն կամ Արևմուտքը, որովհետեւ Իրանի դեմ որևիցե բան իրականացվի, առանց դրա արդեն իսկ Իրանին համապատասխան սպառնալիքները, համապատասխան նախազգուշացումները վաղն էլ, եթե չեմ սխալվում, երրորդ փուլն է այդ միջուկային համաձայնագրի բանակցությունների Ժնևում եւ նաեւ արդեն վերջնագրերը ներկայացված Իրանին, մենք ականատես եղանք նաեւ այդ 12 օրյա պատերազմին, այսինքն Հայաստանը միշտ էլ արևմուտքի մոտ ընկալում ստեղծվել, որ քանի որ սա երկիր է, որ իր 4 անմիջական հարևաններից երկուսի հետ չունի բաց սահմաններ եւ եզակի տարածք ասենք Իրանի ու Վրաստանի սահմանը, եւ եթե Իրանի հետ էլ ունենում խնդիրներ, ապա առհասարակ sense բավականին մեծ տոկոսով բլոկադայի մեջ հայտնում, հետեւաբար երբեք էլ Հայաստանից չի ակնկալվել, որ հակաիրանական շատ սուր գործողություններ իրականացվի ու եւ ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում այդ անկալումը առհասարակ ոչ չկա, ոչ այդ պահանջները կան Հայաստանի նկատմամբ։ Իսկ TRIP-ը դա մաքուր տնտեսական գործընթաց է, իսկ Սյունիքով անցնող տարածքը դա Հայաստանի սուվերեն տարածքն է վերջի վերջո, եւ Հայաստանը այո, ինչքան էլ պետքա փորձի Ռուսաստանին ու Իրանին իրեն թշնամի չդարձնել, դա կարեւոր է, ինչը որ նաև հիմա փորձ է արվում դա անել, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ պետքա քո ցանկացած, հա, շահավետ գործարք ու զիջես ինչ որ ապրիորի այլ երկրների շահերի, որովհետև այդպես ուղղակի հնարավոր չի լինի, եթե այդ կանխավարկածից դուրս գանք, ապա Հայաստանը պետքա ոչ մի բան չաներ, պետքա նաև այս բանը անել, էլի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան միջանցքներ տար, օրինակ այդ պարամետրերով փակված իրոք կապը կորստեր Սյունիքի հետ, ասենք միջև ռուսական FSB-ն օրինակ թույլ չտար չգնային գանք եւ այլն, այսինքն պետքա ամեն առումով այս սուվերենիտետը Հայաստանի զիջվեր, այդտեղ պետքա լիներ մի հատ վասալ, մենք է մեր համար ուղղակի զուտ պետքա ունենենք առանձին հիմն ու դրոշ, այլ բանով չպետքա տարբերվենք մնացած երկրներից, բայց պետքա հասկանալ, որ դու այո շատ բաներ մարտահրավերային են, բայց դու պետք է ուղղակի կարողանաս այդպես շատ կոպիտ կարմիր գծեր չհատել, այլ խոսակցություն կլներ, եթե արևմուտքը օրինակ Իրանի սահմանին դներ ռազմաբազա, ես էլի այդ մտահոգությունները կհասկանայի ինչ որ առումով, այնպես չի որ կպաշտպանեի, բայց կհասկանայի ինչ որ առումով։ Բայց երբ որ օրինակ տնտեսական ուղու մասին, ապաշրջափակման փորձերի մասին այդպիսի գնահատականներ են տրվում, իհարկե արդեն կասկածները հարուցվում, թե այդ մարդիկ ինչ են ուզում, էլի, այսինքն ուզում են այս երկրի համար լավը լինի, թե շարունակում են մինչև հիմա հայ ժողովրդի մետրոպոլի անցնել Մոսկվա։ Իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացումը առևտուրը դա կրկին դրական է։ Տեսեք, դա Հայաստանի համար դրական է, դա դրական չի Ռուսաստանի համար։ Ինչու՞, հասկանանք հիմա։ Հա, որովհետև եթե իրենք վերահսկողություն ունեն ընդհանուր առմամբ Հայաստանի վրա, հա, ունեն այստեղ այնպիսի իշխանություններ, որ ինչ ասեն անում են եւ այլն, եւ կան փակ սահմաններ, այդ պարագայում ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի պայմաններով օգտագործելով մեր տարածքը։ Եվ Ռուսաստանը պատկերացնում է, եթե այս տարածաշրջանում ապաշրջափակում, ապա իրենց վերահսկողությամբ, ինչը այսպես հայլայն առումով նման է այդ նոյեմբերի 9-ի 9-րդ կետին։ Այսինքն հետևապես առանց իրենց մասնակցության ապաշրջափակում իրենց ձեռք չի տալիս առհասարակ այստեղ, որովհետև եթե ապաշրջափակում տեղի է ունենում, հարաբերականորեն այս տարածաշրջանի երկրների փոքր, ասենք Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության անկախության մակարդակը ավելի բարձրանում է, եւ սա բնականաբար Ռուսաստանի ձեռք չի տալու, դե ինքը տարիներ շարունակ կամ կոնֆլիկտն է օգտագործել այստեղ բանանելու, ընդհանուր քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար, կամ էլ այս արկա թշնամությունը ու փակ սահմանները։ Հետևապես իրենք կողմ կլինեն մենակ այն պարագայում, եթե վերահսկողությունը ամբողջովին լինի իրենց։ Սրա, հա։ Այսինքն խաղաղության շահառու չի Ռուսաստանը, ես ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ ոչ, իրենք այնպիսի խաղաղության շահառու են, որը որ ունի բան անորոշ հեռանկար։
Այսինքն իրենք ցանկանում են, որպեսզի դա լինի անորոշ խաղաղություն։ Այսինքն հա, այս բան ինչ-որ խաղաղություն լինի, բայց դեռևս կա խնդիրներ, դեռևս օրինակ Չինաստանն ու Ռուսաստանը պիտի գան երաշխավորեն, դա լինի նորմալ խաղաղություն, դեռևս եւ այլն, այսինքն իրենց պետք չի ամբողջապես խաղաղություն հաստատված, ապաշրջափակված, այսպիսի տարածաշրջան։ Դա է պատճառը նաև, որ իրենք օրինակ շատերը կապում են, որ Հորաևկովկասյան երկաթուղին ասում են ռուսները չեն վերանորոգում, փող չունեն։ Ես չեմ հավատում դրան։ Ես կարծում եմ արտաքին քաղաքական նպատակներ հետապնդելու համար իրենք գումար կգտնեն։ Ու այն բոլոր կանխատեսումները, որ ռուս-ուկրաինական պատերազմի եւ արևմուտքի սանկցիաների հետևանքով Ռուսաստանը կփլվի եւ իրական ճիշտ դուրս չեկա, այդպես չեղավ եւ իրենք տնտեսական առումով կարելիացել ձգեցին եւ նաեւ խորացավ ուղակի իրենց համագործակցությունը Չինաստանի հետ։ Դա է նաեւ պատճառը, որ հիմա Թրամփը փորձում է որոշակի առումով Ռուսաստանին հետ բերի Չինաստանից, ուստի փորձում է Ուկրաինայի վրա ճնշում գործադրելով այդ հակամարտությունը կարգավորել։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ իրենք բան են անում, ընդհանուր առմամբ այդ ապաշրջափակման կոնտեքստում իրենց կարևոր է, այդ երկաթուղիները, որ իրենք չեն վերանորոգում, ոչ թե փողի խնդիր, իրենց ձեռք չի տալիս, որովհետև դա ուղղակի կստեղծի, հա, այսպես սինխրոն նորմալ կայունացված տարածաշրջան, որը արդեն չունի առանձնակի խնդիրներ, իսկ եթե առանձնակի խնդիրներ չկան, այդ պարագայում վերահսկողության հետ կապված բարդացումներ է տեղի ունենում։ Պարոն Ավագյան, բայց այնուամենայնիվ հասկանանք, թե այս թնջուկը ինչպես է հանգուցալուծվելու, ինչ ելքեր են հնարավոր եւ նաեւ ինչ է ենթադրում Հայաստանի լավագույն շահը, որովհետեւ հասկանալի է, ինչպես դուք էլ նշեցիք, որ Ռուսաստանը կարծես թե պատրաստ չէ վաճառել իր կառավարումը, կոնցեսիոն կառավարումը, անգամ վարչապետի այդ հայտարարությանը շատ սուր արձագանքներ եղան, թե Շոյգուի տեսքով, թե Մարիա Զախարևայի։ Հիմա ինչ ելքեր եք պատկերացնում, այսինքն Ռուսաստանը շարունակելու է ձգձգել ժամանակը։ Միանշանակ իրենք ձգձգելու են այնքան, ինչքան հնարավոր է, իրենք ոչ վերակառուցելու են, ոչ է ցանկանալու են դրանք վաճառել, բայց այստեղ սրա հանգուցալուծումը պատկերացնելը իրականում այտենց մի քիչ շատ բարդ գործընթաց է, որտեղ այս առումով մի քիչ պետք է ընդհանուր առմամբ ինֆորմացիայի տիրապետել, թե Հայաստանի ու միջազգային տարբեր, այսինքն տարբեր երկրների շփումներին, որպեսզի հասկանան ինչ ստրատեգիկ մոտեցում կարելի է ցույց տալ։ Ամեն դեպս մի բան կարող եմ ասեմ, որ մոտեցումը սա է, մենք այնպես չի, որ զիջում ենք մեր շահը, մենք չենք կարող անդադասել, գիտեք ինչ կա։ Հա, մենք հասկանում ենք, որ անտարբեր Ռուսաստանը մեկուսացված Ռուսաստանը կամ ցանկացած Ռուսաստանը ավելի լավ Ռուսաստանը, քան թշնամի Ռուսաստանը, բայց ամեն դեպքում, եթե մենք հասկանում ենք, որ պատմական մի այնպիսի իրավիճակ է, որ պետք է տարածքները օրինակ ապաշրջափակվել, եթե հնարավորություն մենք հիմա չենք վերցնում, ուրեմն դա հետագայում դժվար թե հնարավոր լինի, այդ պարագայում կարծում եմ կարելի է մի քիչ ավելի լուրջ քայլերի գնալ, փորձել համագործակցություններ հաստատել կոնկրետ այդ երկաթուղու մասով այնպիսի երկրներ, ովքեր այնպես չի շատ լուրջ հակամարտություններ ունեն Ռուսաստանի հետ, օրինակ այդ հա արաբական էմիրությունները այդ առումով լավ տարբերակ են, այսինքն այստեղ եթե ԵՄ-ի հետ կապված ԵՄ երկրների կամ կոնկրետ ԱՄՆ-ի հետ կապված կարա շատ լուրջ հակասություններ լինի, բայց կան աշխարհում այնպիսի երկրներ, որոնք որ օրինակ հնարավոր է իրենց ներգրավել, կարծում եմ ամենակոնստրուկտիվ ճանապարհը սա է, որ գտնել այդ երկիրը եւ փորձել անել ամեն ինչ, որ այդ երկաթուղիների կառավարումը արդեն կամ անցնի այնպիսի երկրի, ով որ պատրաստ է այս ապաշրջափակմանը 100% առումով ու մոտիվացված ամենակարևորն է մասնակցել, կամ էլ դա ուղղակի Հայաստանը պետքա վերցնի ու իր սեփական ռեսուրսներով փորձի առաջ մղել արդեն էլ այդ օրակարգը։ Պարոն Ավագյան, ես ճիշտ եմ հասկանում, որ օդում կախված մի շարք հարցեր, այդ թվում երկաթուղու հարցը, ինչու ոչ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հարցը, ներքաղաքական այդ որոշ օրակարգեր, այդ թվում կաթողիկոսի հեռանալ չհեռանալը ուղիղ կապ ունի 2026 թվականի ընտրությունների հետ եւ ընտրությունների հատկապես արդյունքների հետ եւ կոպիտ ասած այս բոլոր process-ները ձգձգվելու են այնքան միջև ընտրություններ, ապա ընտրությունների արդյունքներով պիտի պարզ դառնա, թե ինչպիսի ելք կունենան։ Ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, կոնկրետ եկեղեցու ղեկավարի մասով ես այդպես էլ մտածում եմ, որ ինքը վստահաբար սպասվում է ընտրությունների արդյունքներին, որովհետև երբ որ ընտրությունների արդյունքներով ընտրվում են այնպիսի ուժեր, ում ինքը պաշտպանում է եւ ում քաղաքական գծի կողմնակիցն է, այդ պարագայում ինքը դառնում է հերոս եւ պարգևատրվում է դրա համար եւ այլ եւ ունենում է ավելի ամրագրված դիր, եթե գործող իշխանությունը վերահաստատում է իր իշխանությունը ընտրությունների արդյունքներով, ես կարծում եմ, որ ինքը արդեն զիջումների կգնա կոնկրետ եկեղեցու ղեկավարը եւ կհրա ինչ-որ մեխանիզմով, չգիտեմ ինչ պատճառաբանությամբ, բայց արդեն էլ չի հանդիսանա դե յուրե եկեղեցու ղեկավար։
Բայց այնուամենայնիվ մասնակցություն քաղաքական process-ներում ունենալու է, ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, կունենա, ուղղակի ես այդ առումով սկեպտիկ եմ, ես չեմ կարծում, որ եկեղեցու մասնակցությունը ինքը ընտրական վարքագծի վրա ազդում է, մարդիկ հիմնականում հղում են անում հայ այդ եկեղեցու ազդեցությունը հայ ժողովրդի կարծիքի վրա, նշելով, որ ժողովրդի մեծամասնությունը 80%-ով վստահում է եկեղեցուն, բայց եկեղեցուն վստահում է որպես հոգևոր ինստիտուտ։ Երբ որ արդեն հերթը գալիս է քաղաքականին, ես չեմ կարծում, որ այստեղ ժողովուրդը կարիք ունի եկեղեցականի առաջնորդման քաղաքական եզրակացություններ անելու համար եւ նաեւ ես ծանոթ եմ այդպիսի հարցման տվյալների, մասնավորապես ազգային ժողովրդավարական ինստիտուտի սեպտեմբերի 2-ի արված տվյալների վրա, որտեղ 70%-ը մոտավորապես հարցվածների ասում են, որ որպես քաղաքական դերակատար, այնպես չի, որ իրենց բան են կոնկրետ հարցի ձևակերպել չեմ հիշում, բայց միտքը նա է, որ այնպես չի, որ եկեղեցուն ապավինում են որպես քաղաքական կողմնորոշիչ, հետևաբար ես չեմ կարծում, որ առասարակ եկեղեցին ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ, ես խորապես համոզված եմ, որ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացները ընդհանուր առմամբ զզվեցրել են հանրությանը եւ մարդկանց ուղղակի սա չի հետաքրքրում, սրա վառ վկայությունն է նաեւ, երբ որ օրինակ 11 եպիսկոպոսների նամակ էին տանում, օրինակ այնտեղ երբ որ նայում ենք ընդդիմադիր եւ իշխանական ցույցերին, այնպես չի երկու կողմից առանձնապես մարդ չկար եւ նաեւ մենք ես առասարակ չեմ հավատում, որ սա ընտրությունների վրա ինչ-որ ազդեցություն ունենալու է եւ եկեղեցու ղեկավարի եւ ասենք իշխանության օրակարգին համանուն գործող 11 եպիսկոպոսների մասով այդ իրենք չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Իսկ երկաթուղու ճակատագրի հետ կապված նույն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ կապված դրանք էլի սպասեցնել են տալու իրենց, ճիշտ է։ Խաղաղության պայմանագիրը մի քիչ սա առանձին գործընթաց է, որը որ ավելի շատ կապված է բանի հետ, Ադրբեջանի հետ ընթացող, այսինքն խաղաղության գործընթացը ինքը հարավկովկասյան երկաթուղիների հետ առհասարակ կապ չունի, էլի, այստեղ Ալիևի կողմից որոշակի պահանջներ դեռևս առաջ քաշվում են, մասնավորապես սահմանության փոփոխության պահանջը, այնուամենայնիվ մենք հիշում ենք, որ շատ ավելի շատ ժամանակ առաջ դեռ Ալիևն ասում էր, առհասարակ ոչ մի բան չեմ ստորագրի, մինչև դա չլինի, բայց նախաստորագրումը եղավ, հետևաբար նաև այսպես տարբեր հանդիպումները եւ տարբեր միջազգային ֆորմատի միջոցառումների մասնակցելով որոշակի եզրակացություններ կարելի է անել, որ գուցե մինչև սահմանության փոփոխությունը ստորագրվի պայմանագիր, բայց չվավերացվի, հա, օրինակ իրանց պարագայում, եթե չեմ սխալվում, նախագահն է վավերացնում, ոչ թե խորհրդարանը, մեր պարագայում խորհրդարանը, գուցե այդպիսի ինչ-որ ստորագրում լինի, դա իմ այսպես անձնական ընկալումն է, այնպես չի, ես հաստատ ասում եմ դա կլինի։ Մյուս կողմից Հայաստանը ինքը իրենով այդպիսի գործընթաց արդեն նախաձեռնել է, հետևաբար այստեղ ես չեմ կարծում, որ էլի սա բուն շատը ընտրություններով է կախված, էլի սա կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայով ավելի շատ, կարա նշածս տարբերակը լինի, կարա ընտրություններից հետո լինի, իսկ ինչ վերաբերում է հարավկովկասյան երկաթուղուն, այդ առումով համաձայն եմ, որովհետև բնականաբար Ռուսաստանը հնարավորինս կձգի մինչև օրինակ իր պրոքսիները ստե ընտրվեն եւ ինքը արդեն պաշտոնապես վիժեցնի այդ գործընթացը ու առհասարակ դա հնարավոր չդառնա, բայց երբ որ իշխանությունը կոպիտ ասած վերընտրվում է, այդ ժամանակ արդեն մենք պետք է տեսնենք, թե Ռուսաստանը ինչքան է պատրաստ հարաբերություններ սրել Հայաստանի հետ։ Փորձեմ ամփոփել, պարոն Ավագյան, տեսեք, քանի որ ընտրություններից խոսեցինք 2026 թվականի ընտրությունների նախաշեմի, նախընտրական process-ի մեջ արդեն քիչ թե շատ նշмарվում են այն ուժերը կամ տապանները, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին, գիտեք, ընդդիմությունը արդեն հայտարարել է, որ իրենք գնալու են բլոկներով, իրենց միասնական նպատակը մեկն է, հաղթել Նիկոլ Փաշինյանին, այն է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունենա։ Մի կողմից իշխող ուժն է, որը ըստ էության առաջարկում է թրիփ նախագիծը, խաղաղության գործընթացը եւ ըստ էության 7 տարիների աշխատանքը, տնտեսական աճը, խոստումներից զատ նաեւ ասում է, որ մենք կապահովենք SSS քաղաքական գիծը։ Եվ մյուս կողմում բլոկներն են, որոնց մասին խոսեցինք, եւ այդ բլոկները, որ այսպես ասեմ, առաջարկում են ավելի լավ խաղաղություն, ավելի արժանապատիվ խաղաղություն, ծրագրային գաղափարական պայքար ըստ կա այս ուժերի մեջ եւ ինչ են առաջարկում հակառակ կողմում, ինչպես հասկանալ այդ մարդկանց, այդ բլոկներին, այդ բլոկների տրամաբանությունը։ Եթե խոսքը
բլոկներին հերթով անդրադառնանք, հա, եթե երկրորդ նախագահի հետ փոխկապակցված բլոկների եւ իր քաղաքական ուժի մասն ենք խոսում, ապա այստեղ առաջարկը հստակ է։ Իրենք ասում են, որ Հայաստանն է փչացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մեզ պատուհացած դժբախտությունների մեծ մասը դրանով պայմանավորված է, հետեւապես իրենք պետք է հարաբերությունները կարգավորեն Ռուսաստանի հետ, վիժեցնեն արևմուտքի հետ կապված այս գործընթացները, մասնավորապես Վաշինգտոնյան հռչակագրից բխող գործընթացները եւ արդեն Ռուսաստանին դարձնել միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ եւ նաեւ իրենք ուղիղ տեքստով չեն ասում, ես վստահ եմ, որ իրենց ասածը նաեւ որ մենք ռուսական հովանոցի ներքո ենք ստորագրելու այդ պայմանագիրը, եթե այդպեսի բան լինի եւ ես նաեւ համոզված եմ, որ իրենք կվերադառնան նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այսինքն սա այս առաջարկը կտրականապես տարբերվում է, հա, իշխանության առաջարկից եւ հա հիմա ժողովուրդը պետք է ընտրի ինքը օրինակ հավատում է այդ ռուսական ճարտարապետությանը, թե հավատում է Վաշինգտոնյան հռչակագրով տեղի ունեցած ճարտարապետությանը։ Մնացած ուժերը կոնկրետ ուժերի մի մասը Օրինակ Սամվել Կարապետյանը 300,000 աշխատատեղ է խոստանում է դեղերի 20% գնիչեցում, փոքր եւ միջին բիզնեսին հարկերից ազատել եւ այսպես շարունակ։ Հիմա սրանք պոպուլիզմ են, հեքիաթի ժանրից են, թե իրատեսական են, իշխող ուժի բացթողումներն են եւ գալու են իրենք անեն։ Տեսեք 300,000 աշխատատեղը ես չեմ կարծում, որ Հայաստանում խնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի առկայությունը, Հայաստանում խնդիրը աշխատատեղերի որակն է։ Այսինքն այնպես չի Հայաստանում չկան աշխատատեղեր, ուղղակի Հայաստանում չկան այնպիսի աշխատատեղեր, որ Հայաստանում ապրող օրինակ երիտասարդը ցանկանա գնա աշխատի։ Այսինքն ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե կա աշխատատեղերի ստեղծման խնդիր, այլ աշխատատեղերի արդիականացման խնդիր է, այս ընդհանուր առմամբ աշխատատեղերի մասով, ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ փոքր բիզնեսին հարկերից ազատելուն, ես ընդհանուր առմամբ գաղափարապես դեմ եմ այդ նմանատիպ մոտեցումների, այդ հարկազատման գործընթացներին, բան իմ կարծիքով դա մի քանի ռիսկեր ունի, առաջինը դա ստիպելու է միջին բիզնեսներին մասնատվել եւ ես հայերի հնարամտությունը հարկերից խուսափելու առումով ցավոք սրտի ակամ շատ մեծ է ու իրենք ասում են մենք վարչարությամբ այդ հարցը կմեղմենք, բայց ես այդքան իմանալով բաները այդքան չեմ հավատում դրան եւ մյուս կողմից ես չեմ կարծում, որ օրինակ պետքա միջին խավը, որը որ շատ փոքր է առանցնել Հայաստանում, իր ուսերին այդքան բերդրված լինի, որ ինքը օրինակ համ այս վերջին առողջական ապահովագրությունից բխած ծախսերի համար հարկել տա, համ էլ մի հատ էլ օրինակ շարունակի բան անի, փոքր բիզնեսի երբ որ հարկերից ազատվում է, էլի մենք այս միջին խավի վրա ենք դնում ամբողջական բեռը։ Ես այդ բանին առասարակ ես հարկերից ազատմանը ոչ մի ձևով կողմ չեմ, ես կարծում եմ, որ բոլորն է պետք է հարկ մուծեն, որովհետև փոքր բիզնեսը, ինչքան էլ փոքր բիզնես է, նա միևնույնն է, ասենք չպետք սոցիալական արդարությունից չի բխում, եթե օրինակ բանով լավ որակը Պարզապես սիրուն է հնչում։ Հա, պարզապես սա հասկա, որովհետև Հայաստանում երևի իրենք հաշվել են, հասկացել են, որ ԱԶ-ներով աշխատող շատ մարդ կա, կամ ասենք փոքր ՍՊ-ներով շատ մարդ կա, եւ որից է քայլ են առաջարկել ընտրազանգված ներգրավեն, բայց հա առասարակ գործնականում կիրառելի ինքը ես ինքս չգիտեմ, շատ դեմ եմ այդ բանին, էլ ես չէի ցանկանա, որ ասենք ես հարկ մուծեի, որովհետեւ ՓՄՁ ինքը վարկ չմուծեր ինչի համար, որովհետև եղել է ուղղակի նախընտրական խոստում, բայց դրա արդյունքում իր եկամուտը կարող ավելի շատ լինի, քան իմը, էլի։ Այսինքն սա պոպուլիզմ է, ճիշտ հասկացա։ Ես այդ հարկազատման ցանկացած նախաձեռնություն համարում եմ պոպուլիզմ ու այդ ամեն ինչի դեմ եմ։ Աշխատատեղերի մասով իմ կարծիք ասացի, դեղերից ես գլուխ չեմ անում, ճիշտ ասած։ Բարեբախտաբար դեռևս միջի մեզ այդպես շատ դեղեր պետք ես չգիտեմ։ Դե գործարաններ, գյուղերում։ Գործարանները նույնպես այդ գիտեք, սա հիշեցնում է բան, այդ 2000-ականների սկզբի նոստալգիան էլի, երբ որ օրինակ կարա ինչ-որ քաղաքական ուժ գա, խոստանա, որ գործարաններ կկառուցեն, մարդիկ գնան, իրենց համար կաշխատեն, այդ ինչ-որ մի քիչ սովետական, հա, բան հիշեցնող երևույթ է, բայց ես չեմ կարծում, որ դա մարդկանց համար գրավիչ է, ես էլի եմ ասում, ժամանակակից աշխարհում պարտադիր չի օրինակ լինի սրբիչի գործարան, որ մարդիկ նորմալ աշխատանք ունենան, Հայաստանը կարող է օրինակ բարձր վարձատրվող ծառայությունների ոլորտում ավելի շատ բանի հասնել, որպես փոքր բնակչություն ունեցող երկիր, քան կոնկրետ, ասենք ֆիքսը դնել նրա վրա, որ գնա, որից են մարզում X գործարան կառուցի, ես նաև այն հաշվարկները, որ իրենք ներկայացնում են, մի քիչ
ինքը անդիատեսական է, մասնավորապես այդ բոլոր գործարանները իրենք ցանկանում են կառուցել Չինաստանից վերցած վարկերի միջոցով, ինչը օրինակ տարբեր հաշվարկներ ցույց են տալիս, Չինաստանը կոնկրետ վարկ տալիս է կախված պետական բյուջեի համամասնությամբ եւ այդ իրենց նշած թիվը դրան չի համապատասխանում, բայց համենայն դեպս ես շատ տնտեսական թեմաների մեջ այդքան չէի ցանկանա խորանալ, հարկազատումը միանշանակ համարում եմ պոպուլիզմ, 300,000 աշխատատեղի ստեղծումը չեմ կարծում, որ հասցեագրում է Հայաստանի աշխատանք փնտրող մարդկանց ցանկությունները։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Restart հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։ Կհանդիպենք։